ոչ մի սահմանամերձ եւ ոչ մի սահմանապահ գյուղում դպրոց չի փակվելու, որովհետեւ դպրոց փակել նշանակում է դատարկել գյուղերը, իսկ ում համար են դատարկում այդ գյուղերը, միգուցե այն 300,000 ադրբեջանցիների, որոնց բնակեցնելու մասին ամեն օր խոսում է Ալիևը, իսկ իրենք ասում են, այո, մենք ժողովրդագրությունը կապահովենք, ժողովրդագրության խնդիրները կլուծենք, ներգաղթով, կազմակերպված, ղեկավարվող, կառավարելի ներգաղթով, բայց հիշեք իրենց խոսքերն է, որ ներգաղթողները հայեր չեն լինելու, սա Արսեն Թորոսյանի խոսքն է, ումով են ներգաղթը ապահովելու, ումով են ժողովրդագրությունը լուծելու, հենց այդ 300,000-ի, եւ պատկերացնում եք նրանց աճի տեմպերով ինչքան կարճ ժամանակ հետո այդ 300,000-ը դառնալու է մեր ընտրողների մեծամասնությունը, բա երկիր հանձնել էլ ոնց է լինում, հենց այդպես 300,000-ը կարճ ժամանակում դառնում է 1 միլիոն եւ մենք այլևս ընդրում ենք ադրբեջանական իշխանություն, սա է նրանց ծրագիրը, մենք խոստանում ենք ժողովրդագրության խնդիրը լուծել երիտասարդ ընտանիքներին աջակցության ծրագրերով, յուրաքանչյուր նոր երեխայի համար եկամտահարկի հետ վերադարձով, մենք խոստանում ենք տարեկան 45,000 աշխատատեղ, որպեսզի մեր երիտասարդները չարտագաղթեն եւ ապահովենք ներգաղթ, բայց հայերով ներգաղթ